փոքրիկ, բայց վստահ քայլերով գնում ենք տեսնելու աշխարհի ամենամեծ նկարը, որը գտնվում է Հագայում։ Այո, ճիշտ եք լսում։ Որքան որ հիշում եմ, ճիշտ ուղղության վրա ենք։ Այսօր միասին տեսնելու ենք մի հրաշք պատկեր, որը գտնվում է Հագայի սրտում։ Ահա եւ այն վայրը, որտեղ որ գտնվում է աշխարհի ամենամեծ շրջանաձև նկարը, որի անունն է Պանորամա Մեյստաղ, այսինքն Մեզդաղի տեսարանը։ Այս ամբողջը թանգարանի շենքն է, բայց դրսից ընդհանրապես չես պատկերացնի, որ ներսում այդպես շրջանաձև կառուցվածք ունի, դա միայն ավելի վերևից կերևա։ Մտնենք միասին ներս եւ կվայելենք այս գեղեցկությունը։ Հնարավոր է, որ ներսում ես ինքս չկարողանամ խոսել, բայց կներկայացնեմ ձեզ։ Հիմա բարձրանում ենք վերև աստիճաններով եւ ահա հիմա ձեր առջեւ կբացվի մի հիասքանչ տեսարան։ Հիմա տեսախցիկը ես պահել եմ այնպես, որ իմ հետևի մասում դուք ամբողջությամբ տեսնում եք այդ տեսարանը, նկարը, որը ձեռքով է նկարված ամբողջությամբ, դուք պատկերացրեք մեծությունը եւ իհարկե երկարությունը, ինքը ամբողջությամբ 360 աստիճան է նկարը։ Հիմա ես փորձել եմ մի փոքր ավելի մոտիկացնել, որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչ է այնտեղ պատկերված, ոնց որ իրականում մենք ներկա լինենք Scheveningenի, այսինքն դա մի մերձափնյա հատված է Հագայում, որը քիչ հեռու է հենց հիմա մեր այս կանգնած տեղից, թանգարանից ընդամենը 8 րոպեից կարող ենք հասնել այս վայրը, բայց այս տեսարանը նկարվել է 1880 թվականին, երբ նկարի հեղինակը Մեզդաղը, որի անունով էլ հենց այս տեսարանը կոչվում է, ստանում է պատվեր բելգիական այդպես մի կազմակերպության կողմից, որոնք եւս հայտնի են լինում տեսարանների նկարելով, նրանք Մեզդաղին պատվիրում են, որպեսզի ինչ որ մի տեսարան նկարի, սակայն հետո պատվերը չեղյալ է լինում, սակայն նկարի հեղինակ Վիլեմ Մեզդաղը ինքը արդեն իր մտքում ուներ, թե ինչ պետք է նկարեր, եւ հենց նկարում է իրենց գյուղից ոտքի ճանապարհը, այսպես լինում այն բարձունքը, որտեղից որ երևում է ծովը, եւ այդ հատվածը հենց կոչվել է Signpost-Down, այս բարձունքը, եւ այդտեղից որոշում է, որ պետք է իր մտքում ունեցածը նկարի եւ իրեն օգնում է իր կինը Սինչը Մեզդաղը Van Houten, նրան օգնում է նաեւ Ժորժ Հենդրիկ Բրայտները, Տեոֆոլի դե Բոկը եւ Բերնարդ Բլոմերսը։ Նրանք այսպես հատվածներով են նկարել նկարը, հետո այսպես հավաքել են, այնտեղ պատմում էին, որ իրականում հնարավոր չէ 14 մետր բարձրություն ունի նկարը եւ 120 մետր երկարությունն է, շրջանաձև այդպես երկարությունը, իրականում հնարավոր չէր դա ուղղակի ամբողջությամբ միանգամից նկարել, նրանք հատված նկարում են եւ հետո սկսում հավաքել եւ քիչ անց ներքևում, որ մենք կիջնենք, ես ձեզ ցույց կտամ էլի ինչպես են իրենք հատված պատկերացրել եւ նկարել։ Այստեղ այդ որ տեսնում եք դուք, մի հատված կա, ցանկապատ կա, այդ ցանկապատից այս կողմ ամբողջությամբ իսկական ավազ է եւ այնտեղ նույնիսկ ճայերի ձայներն էլ կա
երբ որ դու այստեղ ես գտնվում, նայես այդ տեսարանը, քեզ թվում է, թե իսկապես դու ծովափին ես կանգնած եւ կարծես մի պահ մտնես այդ իրականության մեջ, այդ ժամանակների մեջ։ Ուղղակի այս անգամ դպրոցական խումբ կար այնտեղ եւ ես չէի կարողանում ուղղակի այդ ճայերի ձայնը ձայնագրել։ Չնայած մի պահ փորձել եմ, չգիտեմ, լսելի է թե ոչ։ Այստեղ կան նաև հեռադիտակներ, որ կարող ենք վերցնել եւ հեռադիտակով նայել պատկերները։ Ես հիմա փորձել եմ ինքս մոտեցնել, հեռադիտակով չէի կարող տեսանկարը հանել, հասկանալի է, բայց նայեք ինքս փորձել եմ մոտեցնել տեսախցիկի օբյեկտիվը եւ տեսեք, թե ինչպես դետալներով նկարված է ամեն բան, կենդանիները, այդ ճանապարհը հողային, ստվերները իհարկե, այլ ստվերների մասին չեմ խոսում, այստեղ ինչ որ մեկը լվացք է անում։ Մի խոսքով, ուղղակի, չգիտեմ, փոխանցվում է ձեզ տպավորությունը, ոնց կարելի է այդպիսի խորությամբ նկարել ու այդ մեծության, այդ հսկայական չափերի ես ուղղակի բառեր չեմ գտնում, ուղղակի չգիտեմ, վայելեք, փորձեք ինձ հետ վայելել։ Ասեմ, որ այս հրաշքը արդեն 140 տարեկան է։ Նայեք, ավազը քիչ առաջ որ խոսում է ցանկապատի մասին, ցանկապատից այն կողմն է, այստեղ էլ ինչ որ հատված է, նավակ է կանգնած, ձիավորներ են, երեխաները որ տեսել էին, ասում էին Սինտերկլասի գալու պահն է, մի քիչ ծիծաղելի էր այդ պահը, իրականում շատ բնական է հանված ամեն բան։ Այս հատվածը, որ ցանկապատից այս կողմ իրական ավազ է, այդպես են իրանք պատրաստել, որ հետո սկսվում է արդեն նկարը, ոնց որ այդ ավազի շարունակությունը լինի նկարը, բայց այս մինչև ցանկապատ տանող ճանապարհն էլ, որ մենք այդ թանգարանի ներսում ենք, այնտեղ այդ հատվածը ոնց որ փոս լինի, հետո նոր արդեն գնում է դեպի ծովը, այսինքն այդ բարձունքի հատվածն էլ են իրենք ստացել։ Ես քիչ անց ցույց կտամ նաև այս որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, այս թանգարանի շենքի հատվածը, ոնց է ինքը այդպես շրջանաձև սարքված, ու հենց ինքը նկարը ամբողջությամբ այդ պատերով հավաքված է։ Իրականում հիասքանչ է, չգիտեմ ձեզ մոտ ինչպիսին է տպավորությունը, գրեք մեկնաբանություններում կարողացա ձեզ փոխանցել այս հրաշքը, եթե դուք լինեք երբևէ Նիդերլանդներում, անպայման այցելեք, հագայում է սա։ Ահա հիմա իջնում ենք ներքև, որտեղ կա նաև այլ հավաքածու, որը նկարել է Մեզդախը եւ իր կինը Սինչը Մեզդախը։ Հիմա նաև տեսնում եք այստեղ վերելակ աթոռը, որով հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բարձրանալ վերև։ Հիմա արդեն ներքևում ենք, տեսնում եք շենքը թանգարանի, ինչպես է այն նախատեսված եղել եւ ինչպիսին է այն հիմա եւս, ահա այդ շրջանաձև հատվածը։ Հիմա դուք տեսնում եք մեր քիչ առաջ տեսած այդ մեծ շրջանաձև տեսարանի ավելի փոքր պատկերները, որոնք որ նրանք սկզբում նկարել են այսպես փոքր, հետո արդեն ավելի մեծ չափերի են սկսել նկարել, ընդհանուր նկարը տևել է մինչև 4 ամիս է տևել նկարելը, որ ամբողջությամբ վերջացրել են։ Այս ամենը ինչ որ հիմա տեսնում եք, սա մենք ավելի մեծ ձևով քիչ առաջ տեսանք։
Սա էլ թանգարանի արդեն խանութ սրահն է, որտեղ տարբեր հուշանվերներ են վաճառվում։ Սա կակաչի համար հատուկ նախատեսված, ինչպես տեսնում եք, ծաղկաման է, որը որ մինչև 275 եվրո արժե, ամենաէժանը արժեր մինչև 100 եվրո։ Շատ սիրուն էր, իրականում ես առաջին անգամ էի տեսնում, որ ճիշտն ասեմ, ինքս չգիտեի, որ կակաչի համար է հենց հատուկ նախատեսված։ Այստեղ էլ արդեն Նիդերլանդների կամ հենց թանգարանի տարբեր ցուցանմուշների վերաբերյալ փոքրիկ արդեն հուշանվերներ են, Հոլանդիայի տարբեր խորհրդանիշների վերաբերյալ հուշանվերներ, մի խոսքով տեսնում եք ինքներդ։ Նայեք նույնիսկ զուգարանները, դռները նկարներն են, նույն այն նկարները, որը հատված է այդ տեսարանից մեզ տակվում։ Այստեղ էլ ես վերջում վայելում եմ իմ թեյը նանայով եւ հայտնի հոլանդական խնձորի տորթը, որը բոլոր թանգարաններում եւ բոլոր սրճարան կաֆեներում դուք կարող եք տեսնել, սա, եթե մենք ունենք գաթա, սա էլ իրենց գաթան է, այսպես ասած։ Եվս մեկ կարճ օր փորձեցի ձեզ ներկայացնել Հագայից, Հագան շատ գեղեցիկ տեսարժան վայրեր ունի, որ հետագայում անպայման ձեզ կներկայացնեմ։ Ցտեսություն սիրելիներ, մինչ նոր հանդիպում։